Բարև սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ եւ բարով եկած եք մեր ճանչնանք հայ եկեղեցվո բադարակի series-ին մեր 5-րդ էպիզոդին մեր հաղորդաշարին 5-րդ սփռումին եւ ինչպես միշտ իմ հետս է դիրացու Ֆիլիպ Ժինյանը որբեսի մեր այս լման սփռումի ընթացքին ճանչնանք հայ եկեղեցվո հերթականությամբ մեզի այն ինչ որ պետք է գիտնանք փոխանցե որբեսի ստանան ամեն անգամ որ մենք եկեղեցի գերտանք քաչ դերյակ լանք թե ինչ կգադարվի գոր խորանին վրա եւ ադգա գիտնալով ալ ավելի գաբվինք եւ ալ ավելի սենք թե մեզի խոսի բադարակը եւ գիտնանք իսկապես ինչ մեծ բան է որ այդ վարյանին դերի գլագո ուրեմն դիրացու Ֆիլիպ բարով եկած եք անգամ եւս Գար ժամանակի ընթացքին դարձյալ գավվեցանք, բայց ասենք անպայման պետք է աս հաղորդաշարը ամբողջացնենք, որտեղ վերիվար արդեն մեզ մնաց միանթե մեկ սփռում, մեկ էպիզոդ մնաց եւ չենք ուզեր վերջանա, բայց անշուշտ մենք ունենք այլ հաղորդաշարեր, որոնք անմիջապես ասկեի հետ պիտի սփռենք, առանց ավելի երկարելու, դիրացու Ֆիլիպ հրամեցեք Գրգին անգամ շնորհակալ եմ այս արիթին համար եւ մենք այս հանդիպումով պիտի շարունակենք մեր սուրբ բադարակի առավել եւս ծանոթությունը մարամասություններու մեջ պիտի մտնենք եւ պիտի գիտնանք թե իրականության մեջ ինչ կբադայի բադարակի ընթացքին մենք բադարակի ընթացքին այդ հանգրվանին հասանք որ արեք 3-ն է եւ այլն որ իրականության մեջ բադարակի կարևորագույն բաժինը կհամարվի եւ բավականին շարժումներ կան իսական կդարվելիք ցենք առարկներ կդարվին եւ ադուց մասին մի խոսենք որ անշուշտ այդ յուրաքանչյուր շարժում որ գլա ամեն մեկը հadouk իմաստ ունի հadouk ասեն սիմվոլիզմը մեջը գա որ շատ լավ է գիտնանք եւ այնպես է որ բադարակիչ կահանան բարձրապես խորանին վրա այդպես գբդդի գոր կամ ասենք թե փամնելու սիրուինգը նեգոր կամ այդպես ցենք թե թադրոմ մնեսնենք լագոր այն ընդհանուր առմամբ փամն է որ հոնգը գադարվի որ իր խորհուրդը եթե պիտի առնենք անցյալ անգամվա մեր խոսածեն սուրբի բաժիններ այո բավական խոսեցանք ադոր մասին եւ պիտի շարունակենք այստեղ այդ սուրբենի հետ բադարակիչը սգիհին at վրայի ծածկոցը շուշբան գփանա ամբողջությամբ այո այստեղ կբացվի եւ ցած ցայնով աղոտ ունի էսելի նախքան արեք 3 այդտեղ գսե առնելով հացը իր սուրբ աստվածային անմահ անարատ եւ արարչական ցերկերով օրտնեց այստեղ օգորտն է այո խաչակնք է Շնորհակալություն հայտնեց գդրեց եւ իրեն հետ բազմած ընդրյալ եւ սուրբ աշակերտերուն դվավ ասելով այո ասի ցած ցայնով չենք լսել իսկ լսելի բաժինը որ արեք 3-ի բաժինն է այստեղ հետաքրքրական ասենք ծև մգա որ կգադարվի բադարակիչը երկու փութամադերով եւ երկու ցուցամադերով կբռնե նշխարը այդպես պետք է բռնե այսինքն բռնելուն ծևը այդպես է եւ նշխարին ծայրերը կբռնե եւ վեր բարձրացնելով սուրբացը բարձրացան գսե արեք 3 ասիգային մարմինս է որ ցեզի եւ շատերուն համար կփաշխվի մեղքերու կապության եւ թողության որ բոլորիսալ ծանոթ բաժինն է տբիրները կպատասխանեն ամեն այստեղ ամենաշուշ կսե թողլա այո այստեղ այս բաժինը մեզի համար ցույց կտա աստուծո նախախնամությունը եւ անգյալ մարդուն վերստին գանկնումի այդ պատկերն է որ գերեվի որովհետեւ անցյալին մարգարեներ գրգելով ասված օրենքը տալով հանայություն հաստատելով եւ կենթանական զոհերու միջոցով մարդոց միտքը պատրաստելով քալիք ճշմարիտ զոհին այսինքն հին ուխտի եթե պիտի առնենք ասված մարգարեներ գրգեց օրենքը տվավ հանայությունը հաստատեց եւ մեզի պատրաստեց քալիկին հաջորդին որ ճշմարիտ զոհն է
Քարն Քրիստոս Աստծուն է, որ ինքն է։ Քրիստոս ինքն է։ Իսկ երբ Աստծո որոշած ժամանակը հասավ, իր որդին ղրկեց աշխարհ։ Մեր մեղաբար անձերու փոխարեն ինքզինք ընձայելու իբրև բարդաբան, բարդ, իբրև ունեցող։ զոհ եւ օձյալ, իբրև քարնուկ եւ երկնավոր հաց, իբրև քահանայապետ եւ բադարակ մեր մեղքերու թադավջիրը բادرելով։ Այսի Այո։ շատ հստակ ձևով։ Այսինքն այն ինչ որ հին ուխտի մեջ եղավ, ցեով մը Քրիստոս նույնն է որ ըրավ, Այո։ բայց ոչ առաջապես անասնական զոհերով, որ ասենք ժամանակավոր բամն է ուղղակի ասի, էզի մեղքերու խավություն եւ թողություն կբաճարի։ Այո, շատ ճիշտ։ Իսկ արեք 3-ի բաժնեն հետ տբիրները կպատասխանեն ամեն։ Այստեղ Սուրբ Մարմինը մաղզմայով միասին գտնեն Սուրբ Սեղանին վրա։ Այսինքն այդ նշխարը գրգին անգամ մաղզմային վրա գտնե եւ այդ մաղզման Սուրբ Սեղանին վրա մեկվում։ Անշուշտ հիշեցնենք մազման, շանգա փոքրիկ ափսեն ասենք, Այո, այդ փոքրիկ որ բնակն է, որ սգիհին վրա գա, սգիհին վրա փոքրիկ գալա։ բնակը, որ սգիհին վրա Այո։ գլա։ Աբա սգի ցերքերու մեջ առնելով ցած ցայնով գսե, գրգին անգամ ցած ցայնով գարջ աղոթ ունի, գսե նույնպես բաժակը առնելով օրտնե, շնորհակալություն հայտնեց խմեց եւ իրեն այդ բազմյալ եւ ընդրյալ Սուրբ աշակերտներուն ըսավ խմեցեք, ասիգա բոլորը նոր ասիգա նորուխտի մարունից է որ ցեզի եւ շատերուն համար կտապվի մեղքերու խավության եւ թողության։ Այսինքն ուղղակի բան Քրիստոսի վերջին խոսքերն են Այո։ որ գսեգո։ Այո, Քրիստոսի վերջին ընթրիկի խոսքերն են, որ անշուշտ ավետարանի մեջ ալ հիշված է։ Այսինքն անշուշտ ինքը քախտնի գսեգո։ Քախտնի սելով այսինքն մենք չենք լսել։ Աղոթքը, Այո։ առաջին աղոթքը ցած ցայնով գսե մենք Հա, չենք։ ցած Իսկ ցայնով։ արեք արփեք իսմանեն, Ադիգա բարձրացան։ ադի բարձրացան գսե բոլորոսալ գսեն։ Անշուշտ սեգիը երկու ցերքերով բիդի բռնե եւ այդպես վեր բարձրացնե։ Ինչու ասոնք գսեմ, որովհետեւ մարդիկ գդեսնեն այդ եղածը եւ գհարցնեն ինչու համար օրինակ նշխարի Շատ բարակային ճիշտ։ ինչու համար երկու փութամադերով երկու ցուցամադերով բռնեց ինչու համար սգի երկու ցերքերով բռնեց ասոնք բոլորն ալ իր դեղերը ունին իրենց հadoop բաժինները կան օրինակ նշխարի բարակային երկու փութամադեր երկու ցուցամադեր ինչը սորս իսկ սգի բարակային ալ երկու ցերքերով պիտի բռնե եւ այդպես վեր բարձրացնե եւ արփեք իսմանեի բաժինը ասե եւ այստեղ այս բաժինեն իդ անշուշտ երկու կարևոր դեղեր կան արեք 3-ին մեջ եւ որ ասե ի խավություն եւ ի թողություն մեղած այստեղ գխաչագնք է նշխարով իսկ արփեք իսմանեի բաժնի մեջ նույնպես ի խավություն եւ ի թողություն մեղած բաժնի մեջ նույնպես սգիրո բարձրացած պիտի խաչացև պիտի խաչագնք այս բաժնենի հետ գրգին անգամ մաղզման որ վրան նշխարը գար այդ մեկը գարնե եւ սգին վրա գտնե եւ ծածկոցը շուշպան վերստին բիդի կոծե այդ սգի ամբողջությամբ պետք է կոծվի եւ տբիրները կսկսին երկել ամեն հայր երկնավոր որ զորտիտ կոյ դուրի ասա նշանավոր շարականները նշանավոր շարականները մեկն է մեր սուրբ պատարակին մեջ նախքան անցած մեկ հատ արակը ժողովրդին ցույց տանք այս պարտը եւ որովհետեւ բավական լեցուն է այս բաժինը ասենք դա պարագրստանի շատ փորձենք նկարորդալ եւ նույն ադեն անշուշտ մենք ցեզի սիրելի ունգընտներ ագընտներ դեվույն վրա մենք ցեզի կբացատրենք հոս ինչ կգադարվի հոս հավադամ կնե ավելի արջև երթանք հոսեղը վերապերուն է որ վերջին անգամ անդրադարձանք ասոր եւ հասանք ողջույն դուք միմյանց անդրադարձանք ասոր
տեսավ սի զազուգաուտ մունի քահանա Այո։ այստեղ գարտա եւ գշարնագի էսելով արդ մենք դեր կոմիածնի տված այդ հրանքին ամացեն առաջ բերելով անոր բրգական մարմին եւ արյան այս խորհուրդը գիշադագենք մեզի համար իր եթե շարնագենք որ տեսնենք թե ինչ կբադահի այհոս այո ճիշտ Արդեն ինչպես կտեսնենք, այո։ Արջև յետև գբերը գենսադու խաչելությունը Ինչ ավորավոտ եւ Անշուշտ այստեղ փուրվարագիր սարգավակը գմոտենա եւ ախնդրելի է որ ինքը բادرակիչին խորտադեդրի էջերը դարձնե որովհետեւ քահանան գրնա իր աղոտ կնել անշուշտ սգի բռնած առանց իր ցերկը սկիհեն հանելու։ հանելու եւ էջը դարձնի Այո։ Արդեն ինչպես սիրելի ագնտիներ տեսակ առաջին բարձ շարժումը որ արդեն իսկ իր իմաստ ունի ինչու եթե արիտ ունեցակ խորանին վրա լալու կամ եթե վարեն տեսնելու ինչու այդպես գնե ահա բաժաներ մեկը որ ադի ցեվով մը գիհիշեգոր որ մենք ասենք բادرակը Քրիստոսի վերջին ընտրիկն է իր լման կյանքին հիշադակությունն է եւ ինչպես գիհիշեգոր իր ձնիլ իր չարչարվիլ թաղվիլ եւ երգիր համբարնալը աս բոլորը շարժումներու միջոցով բادرակիչ քահանան ատ կփոխանցեգոր մեզի այստեղ եթե քիչ մեկնողականին երթանք այդ բանը սկսյալ մենք մեր թիմած դրված հացին ու քինին չենք նայր իբրև լոկ հաց եւ սոսկական քինի այլ ինչպես Քրիստոս զանոնք կոչեց եւ մենք իր բարերով կգոչենք մարմին եւ արյուն դիրոջ մարմինը ինչպես վիդիսեր բոս արաքյալ այդ Կորինթացիս 11:29 եւ դիրոջ արյունը մեր եւ արևելյան բոլոր եկեղեցիներու աստվածաբանական հասկացություն այն է որ հացն ու քինին որ հացին ու քինին Քրիստոսի մարմին եւ արյունին փոխագերբումը այսինքն մարմին եւ արյուն դառնալը դեր ամփոխչասած չեն այո Գամփոխչանա եւ փոխագերբումը լրումին գաստի միայն այն ադեն երբ բادرակիչը սուրբ հոգի ոգեգոչումով գործնի հացն ու քինին մինչ տբիրները գերքեն որդի աստուծո անշուշտ որ չարաճսինք Սուրբ հոգին իր էջքով է որ կսրբակորձի ընձաներ եւ գդարե փոխագերբումը այսինքն մենք չենք կրնար հասկանալ այդ հացին եւ քինին փոխագերբումը թեւի մարմին եւ արյուն դառնալը առանց Սուրբ հոգի էջքին եթե Սուրբ հոգին այդտեղ չէ իջած չենք կրնար սել որ հացն ու քինին փոխագերբվեցան եւ Քրիստոսի մարմին եւ արյան դարձան ճիշտ այսինքն կարելի է ասել մենք բادرակիչ քահանահոր եւ մեր շարականներուն եւ երկերուն միջոցով մենք գաուտենք որ եւ այդ ընթացքին է որ ցենք թե ад փոխվիլ է գլալ այո խնդրանք մնե աղաչանք մնե որ Սուրբ հոգին այդտեղ իր էջ կգադարե որովհետեւ այդ հացն ու քինին Քրիստոսի իսկական մարմինն եւ արյունը հաց իր կոյացությամբ կմնա հաց եւ իր քինին իր կոյացությամբ կմնա քինի բայց այսուհետև անոնք Քրիստոսի մարմինն ու արյունն են որովհետև Քրիստոս ինքն իր աստվածությամբ կմիանա անոնց շատ կարևոր է այս բանը այնպես ինչպես իր մարդեղության ժամանակ նույն աստվածությամբ միացավ մարմինին եւ եղավ մեկ անձ միավորյալ մեկ բնություն միաժամանակ թե աստված եւ թե մարդ եւ թե արմար այո չի փոխվեցավ կադարյալ աստված էր կադարյալ մարդ էր ասոնք իր գադարելությամբ մեջ մնացին առանց փոխվելու առանց այլայլելու այստեղ միություն մնե երբեմն գարդայդենք աստվածամարդ հարով կամ բացադրությամբ որովհետև ինչպես Քրիստոսի մեջ ազատված կտեսնենք մարդացած այնպես ալ մարմինը կտեսնենք աստվածացած
Այո։ Այսինքն երկու գոմերն ալգան։ Այսինքն աստվածությունը հայտնի է, մարդեղությունը հայտնի է, երկուքն էլ իրենց գադարելության մեջ են, իրար մեջ չեն բաժնվիր եւ չեն փոխվիր։ Ճիշտ։ Նույնպես ալոս պատարակի մեջ ինչպես կխոստովանենք եւ կհավատանք, թե Աստված ինք կուկա եւ գմիանա հացին ու քինին, այնպես ալ կխոստովանենք եւ կհավատանք, որ նույն միացումով այս ընձաները գմիանան Աստուծո եւ հաց ու քինին մնալով անտես կդառնան Քրիստոսի սուրբ մարմինն ու արյունը։ Այստեղ արդեն քիչ առաջ լսին գշարնակվի պատարակը, գերքեն հայր երկնավոր շարագանը անցյալին մինչև 13-րդ դար այս բաժինը չի գար հայր երկնավոր գերկվեր գոյություն չուներ։ Այսինքն բարձրապես բادرակիչը այդ բաժինը գներ եւ վերջացավ։ Այո, որովհետեւ հիմա եթե ավելի արժեվ երթանք, մինչ այդ բادرակիչը փարս ասեն գշարնագեր իր աղոթքը, իսկ ժողովուրդը լուր մդիկ պետք է էներ։ Այս երկը, այսինքն հայր երկնավորը, ինչպես նաեւ հաջորդ որդի Աստուծո եւ հոգի Աստուծո երկերը 13-րդ եւ 15-րդ դարերու հավելում են, որովհետեւ 15-րդ դարենը սկսյալ հայտնվին բادرակամադույցներու մեջ։ Այսինքն 13-րդը մինչև 15-րդ դարերու ընթացքին էր, որ ավելցված բաժիններ պետք է հայրը, որդին եւ սուրբ հոգի աշխարհականները։ Այո, այս 3 բաժինները, որովհետեւ կսկսենք տեսնել այդ բادرակամադույցներու մեջ կամ խորհրդատետրերու մեջ, այս բաժինները ավելցված են։ Ատկի առաջ գոյություն չեն ունեցած։ Որքան ալ մենք այսօր դժվար կպատկերացնենք մեր բادرակը առանց այս երկերուն։ Ճիշտ։ Որոշ է որ շուրջ 10-րդ դար առանց անոնց բادرակ կդարերենք։ Ներողություն, շուրջ 10 դար բادرակ մատուցերենք առանց այս բաժիններուն։ Այսինքն բادرակիչը սեղանին վրա այդ նշանը կներսեբենք թե եւ կբարձրացներ կավություն թողություն եղած ադոնք կներ եւ այո, այս բոլորը գներ եւ շարունակեր իր աղոթները բարձրացան եւ ժողովուրդը պետք է լուր մտի գներ առանց այս երկերու բաժիններուն ինչպես անոնց հավելման ճշգրիտ ժամանակը այնպես ալ դժբախտաբար անոնց հեղինակները կամ հեղինակը մեզի անզանոթ կմնան այսինքն դակավին մենք չենք գիտեր այս բաժինները ով կրած է երեք երկերը ծևով մեկ ամբողջություն կգազմեն ճիշտ հայր երկնավոր որդի Աստծո եւ հոգի Աստծո այո երեքն ալ մեկ ամբողջություն կգազմեն Հեբետ միջումով կգադարվի ասոնք, որովհետև գիտենք ասոնք, հետևեդևի մենք չենք երկեր, բաժիններ կան, աղոթներ կան գսվին եւ մենք այդոնք կերկենք, որովհետև առանցին ամենասուրբ երրորդության 3 անձերուն ուղղվելով հանդերձ Քրիստոսի փրկագործական զոհակորձման մեջ հորը գամք եւ նպատակը, որդին ինքնանվեր ընծայումը եւ Սուրբ Հոգին գամակցությունը կհայտնենք։ Այսինքն յուրաքանչյուրը իրեն հատուկ նպատակ ունի բայց իրար մեջ ենք կրնալ բաժնել մեկ ամբողջություն կգազմեն։ Ճիշտ, որ սկիզբը գսեք որ հայր երկնավոր, որ զորթի քոյեդուր, որ քու զավակը դղրգեցիր մահ մեզի համար։ Այո։ Ատկեդո եւ որ գսե որդի Աստծո որպես քարնուկ զոհվեցար մեզ համար եւ ինչպես նավակ անտան հոգեի Աստծո։ Եթե ավելի թյուրին ծևով պիտի հասկանանք, կրնան գսել որ առաջինը հայր երկնավոր հորը գամք եւ նպատակը գարդայդվի, երկրորդը որդին որպես ինքն ընծայում, ինքն ընծայ է մեզի համար, երրորդն Սուրբ Հոգին գամքն է, որ այդտեղ կհայտնվի եւ կգադարվի։ Շատ բարձ եւ հստակ ծևով։ Այստեղ բادرակի այս խորհրդին ընդմեջը միաժամանակ կլսենք աղաչանքը հայր ողորմե մեր բանավորոդը ինչպես ու գամքը դե արդեն որդին իր հորը հետ գաշտեցնե մեզ Իսուպ արյունով բրգված հոդը Սուրբ Հոգին կա եւ իր լրումին ասնե իրեն փարագից որդին բادرակումին խորհուրդը եթե քիչ մը արչեւ երթանք բادرակի մեջ այո կրնանք տեսնել թե ինչ կբադայի որդի Աստծոն գեր այո աստեղը Քահանան սուրբ խորհուրդը սեղանին վրա գտնե սինք եւ այլն եւ իր ցած ցայնով աղոթ կգարտասանե այստեղ խաղաղությունը այլևս պետք է առնե ինքը սգիհին վրա սգին կակաթին խաղաղություն պիտի առնե եւ ժողովրդին խաղաղություն դա եւ եթե մենք
այս բաժինները եթե պիտի նայենք, ասենք որտի Աստուծո եւ այլն այդ բաժիններու մասին խոսեցանք, այստեղ, որ հիմա մենք գտեսնենք վիդեոյին մեջ են, շատ կարևոր բան է որ գվադա։ Քահանան մաղզման այդ վրայ բզդիկ բնագի գսենք, ցախ ցերկ առնելով 3 անգամ խաչագնքի հացին վրա։ Այո։ Եվ գսե հետևյալը. Սուրբ Հոգին միջոցով այս հացը օրհնե եւ ճշմարտապես մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսի մարմինը դարձուր զայն։ Շատ հստակ է։ 3 անգամ պիտի օրհնե այս մեկը ասելով։ Ուրեմն հոստեղ արդեն մենք կդեսնենք։ Այո։ Ուրեմն մենք հոս արդեն իսկ կդեսնենք, որ Այո, եթե գրնանք փանել այո, որ պլեյներ։ հացը օրհնեց, ելոք քինին վիդեո։ 3 անգամ եւ պիտի ասե Եվ այս բաժակը օրհնե եւ ստուկապես մեր Տիրոջ եւ Փրկչին Հիսուս Քրիստոսի արյունը դարձուր զայն։ Գարելիոս էր ջիբջիշտ հոսե, որ սենքտե ատ փոխվիլը գլա։ Անշուշտ։ Սեբենքտե, Այո։ անշուշտ Սուրբ Հոգին ներկործությամբ, Այո։ որ ինչպես բադարակիչը գսեգոր, որ ասնշխար թողելա մարմինը Տիրոջ եւ ասսկի մեջի տրվածքին թողելա անոր ուղագի իր մաքուր արյունը, որ մեզի համար թափվեցավ։ Այո։ Եվ նույն ամեն մեկ ասպանին հոնդերի պուրվարագիրը Այո, այստեղ նորեն ասենք ձեսի մասին պիտի խոսենք, թե ինչ կբադահի։ Այստեղ որ ինքը բադարակիչը փացավ, վրայից Աստծո շուշպան փացավ, առավ մաղզման, 3 անգամ օրհնեց հացը, մեկ կողմ դրավ։ այո, Գտնե սուբսիանին վրա եւ սգի գործնե, այսինքն քինին գործնե 3 անգամ Եվ այստեղ պուրվարագիր սարգավակը գուքա եւ յուրաքանչյուր օրտնելուն 3 անգամ պետք է խնգարգե։ Եվ իդի ասե ամեն օրտնյալ դեր։ Թողալա եւ օրտնե դեր։ ով եւ օրտնե այս։ Այո։ 3 անգամ պիտի օրտնե հացը քինին եւ 3 անգամ ալ պիտի օրտնե քինին եւ հացը։ Այսինքն եթե քիչ մարչեւ երթանք վիդեոյի մեջ պիտի տեսնենք թե ինչպես երկուքը միասին գործնե Ուրեմն անոնք որոնք մեզի գլսեն որ ոդքասթին ուրեմն այս բարակային բադարակիչը ասի վիդեոն առնված է խորանին վրայեն վարակույներուն եդևեն բադարակիչը գխաչագնքեգոր եւ այդ աղոթի գսեգոր այդ խնդրանքը գսեգոր որ նշխարն ու քինին փոխվին Քրիստոսի մարմնին ինչպես նաեւ սկիհին վրա հետո 3 անգամ գխաչագնքեգոր գսեգոր որ սկիհի փոխվի արյան Քրիստոսի եւ ամեն մեկ գխաչագնքելուն կողքի պուրվարագիրը գխնգարգեգոր այո հիմա որ վերջանան երկուքը միասնապար պիտի խաչագնքե հիմա իր արջև սկիհը եւ նշխարգա մաղզմային վրա եւ հիմա երկուքը բռնած ցախ ցերկով աչ ցերկով խաչագնքեգոր եւ այդ Անշուշտ պուրվարագիրնալ 3 անգամ 3 անգամ 3 անգամ պետք է խնգարգե եթե եւ շարունակենք Եվ բադարակիչը պիտի ասե հետևյալը։ Պիտի ասե որբեսի եղիցի սա մենեցու մեզ մերցես այս բաժինը որ ասել է որբեսի ասիգա բոլոր մոդեցիոներուս համար արիտ լատ դատաբարդության զերծ մնալու այո եւ մեղքերու խավության եւ թող։ Այս բաժինին հետ պիտի երկենք հայր երկնավորած երրորդ բաժինը որ հոգի աստուծոյի բաժինն է եւ այստեղ եթե նորեն պիտի առնենք դիսական ասենք շարժումներու մեջ պիտի տեսնենք եթե վիդեոն ալ փանանք գրնանք ավելի մոդեն հետևիլ թե ինչ կբադայի գոր
Այ հոս։ Հոս որսե իսմանա։ Ասա։ Հոսար ցույց։ Ապա գտեսնենք հոս ուրվարագիրին խնգարգելը երբ որ ինքը Ուրեմն ասկեիդ քահանան խաղաղությունը պիտի դա սգի վարի բաժինը պատվանդանեն։ Այո։ Վարեն պիտի դա եւ ասկեիդ չի գրնար խաչակնքեր խորհուրդները։ Եվ ցերկերը միս սգին ավելի ցած կդարած է եւ կբահե։ Իսկ աչքերը սուբ խորհուրդին հարած կբահե եւ այստեղ ունի ցած ցայնով աղոտ։ Եթե ուզենք անդրադառնալ այս աղոտքի մասին, այստեղ պիտի քահանան ունի հիշադակումներ։ Սկսի իր հիշադակումին եւ գխնդրե հետեւյալները։ Սեր, գայունություն, խաղաղություն, Սուրբ եկեղեցին եւ բոլոր ուղղափառ եպիսկոպոսներուն, քահանաներուն, սարգսակներուն, աշխարհի ղեկավարներուն, իշխանության գլուխ գտնվողներուն, ճամփորդներուն, նավողներուն, բանդարգյալներուն, նեղության մեջ եղողներուն, վաստակավորներուն եւ անոնց որոնք բարբարոսներուն հետ պատերազմի մեջ են։ Ասոնք քահանան գիշե այս բաները, ասոնք ծածուկ կլինեն։ Այո, ծածուկ հոգի աստուծոյի ժամանակ, նաեւ գիշե եղանակներու բարեխառնության համար, անտաստաններու բդղափերության համար, զանազան հիվանդությունները դարաբողներուն համար եւ անոնց համար առողջություն գխնդրի։ Եվ գշարնագե ասելով ով Աստված հանկիստ բարգեւե բոլոր անոնց որոնք սկիզբեն ի վեր Քրիստոսի միացան եւ ննչեցին նախայրերը, հայրաբետները, մարգարեները, առաքյալները,
մարտիրոսները, եպիսկոպոսները, երեցները, սարգսակները եւ Սուրբ եկեղեցին համար բոլոր նվիրյալները, ինչպես նաեւ աշխարհական գարկե բոլոր վախճանած հավատացյալները այր տեգին։ Սեն ինչ սկանչելի, ինչ հետաքրքրական է, որ ոս ուղղակի ասեն, ինչ մեծ գործ կդանի բادرակիչը, որ ուղղակի սուրբ սեղանին վրա եւ Քրիստոսի մարմին եւ արյան վերածված սգին եւ նշխարին արչեւ, այսինքն ուղղակի Քրիստոսի արչեւ գհիշե որ այս բոլորին հիվանդները եւ շատ հետաքրքրական է օդի բարերախառնությունը, որբեսի բնական ամառունակ, բնական կանոնակ բդղափերությունը լավ, որբեսի գարենանք միշտ ունենալ փերք ունենալ եւ այսինքն ինչ բաներ մասին է որ հաջող մենք չենք անդրադառնում, հաջող հեչ մեր միտքեն չի անցած որ ինչերու մասին ինքը գաղութե գոր եւ մենք կգարտենք որ բարձրացանք ասմունք մնե որ գսե գոր նախատասությունները որ կգարտա բայց սկզբում ինքը ուղղակի աղերսանք է քեթ ամեն ինչի համար շատ ճիշտ, որովհետեւ մենք բادرակին մեջ ցևոմը այդ բոլորին հիշադակությունը կկատարենք, այսինքն եթե երկու խումբերու պիտի բաժնենք այս հիշադակությունները որ ճարաճ ես անդրադարձա երկու ցենք բաներ կան նախ վախճանածներուն համար նախ ողջերուն համար ողջերուն համար այս աշխարհին վրա մեզ հետ ապրողներուն համար բնության համար եղանակներուն համար ինչպես նաև վախճանածներուն համար մերած ննչեցյալներուն համար որովհետև մենք կհավատանք թե անոնք հաղթական եկեցու կպատկանին իսկ մենք այսօր զինվորյալ եկեցու կպատկանենք որոնք կագավին այս աշխարհի վրա իրենց պայքարը կդանին չարին թեմ սատանային թեմ եւ նաև այստեղ գրնա քահանան հիշել մեր ննչեցյալներ այսինքն անուններով եթե քահանային անուններ դրվի այդտեղ գրնա ինքը հիշել այդ անունները եթե արչև երթանք վիդեոյի մեջ ես սկսի զիզո ավելի բարձր հանան բիդի ուրեմոս դեսանք որ սարգսակը Խորանին աչքով մենք միշտ ածախ սենք իր զազուկ աուտկեն իդ հարսացեն բիդի էսե ընթորս եւ մեզ այդ ծարասես բարերար աստված աղաչեմ այսինքն անոնց հետ միասին մեզիալ ողորմ է բարերար աստված աղաչենք Վրաստասը գսե հիշադեր եւ ողորմյա հիշե եւ ողորմ է այո այստեղ առաջին Ֆարսացեն սելիկը բادرակիչին գսե աստվածազնին սրբո գուսի մարիամու եւ Հովաննումը գրչին Ստեփանոսին նախավագային եւ ամենան սրբոց եւ այլն այստեղ առաջին հիշադակումը կկատարվի եկեղեցվո սենք առաջին գարկի սուրբերուն աստվածազին սուրբ գուս մարիամը Հովանես մգրդիչը Ստեփանոս նախավագան եւ բոլոր սուրբերը աշուշ տիրոջ մենք գաղաչենք որ անոնց հիշե եւ ողորմ է այո մինչ այդ այս բաժնի մեջ որ բادرակիչը այս մեկը գսե Խորանին վրա երկեցող սարգսակը երկողը Սախագոմյանեն ու որ գեցած էր մյուս կողմ գանցնին այո ինչպես նաև քշոցագիրներն ալ մյուս կողմ գանցնին այո կովը գանցած քշոցագիրը մյուս կողմ գանցնին եւ բادرակիչը ունի հadoop out-ը որ զազուկ գսե մինչ այդ եթե պիտի անդրադառնանք աղոթքին այո ասինք մինչ սարգսակը արաքելոց սրբոցի այդ բաժինը սուրբերու հիշադակությունը կկատարե կանանցած ցայնով հետեւյալ աղոթքը գսե հիշե դերև ողորմե օրտնեք ու սուրբ ընթառական եւ արաքելական եկեղեցին որ բրգեցիր միածնի Թանկագին արյունով եւ ազատեցի սուրբ խաչով գայուն խաղաղություն շնորհանոր հիշե դերև ողորմե եւ օրտնե բոլոր ուղահավատ եպիսկոպոսները որոնք ուղի գերբով մեզի գուսուցանեն հավատքի ճշմարիտ պատկամը ասի գլա որ մենք սրբոց հիշադակությունը կկատարենք առաջինը հիշադակենք առաքյալները մարգարեները
վարդապետները, մարտիրոսները եւ բոլոր սուրբ հայրապետները, եպիսկոպոսները, երեցները, սարգսակները եւ բոլոր սուրբները։ Եվ մեր ժողովրդի զավակները այս բաժինը շատ կսիրեն եւ փոցալ գիտեն եւ խորանեն երկով սարգսակին հետալ իրեն կլգմիանան եւ անշուշտ յուրաքանչյուր բաժնին մեջ դպիրները կպատասխանեն հիշադեր եւ ողորմյա։ Այսինքն այդ բոլոր անունները, այդ բոլոր անցիկ որ գիշվին որ սուրբերը, ուղղափառ եպիսկոպոսները բոլոր թող հիշե եւ ողորմե։ Այսինքն մենք ոսեղը Աստծո քտությունը գահայցենք որ որտեւ որպես մեղավորներ մենք այո ոսե մենք խնդրենք որ դերը հիշե եւ մեզի ողորմի դերունի դոներուն սարգսակը գսե օրտնյալ կովյալ եւ փարավորյալ հրաշալի եւ աստվածարդ Հարության թե դերության հայտնության եւ այլն համբարձման կալստյան յուրաքանչյուր դոնի կփոխվի Հարությանը կրեթե գլա այո գիրագիներու մեծ մասը արդեն հարության նվիրված է եւ մենք ընդհանրապես հարության դերությանը այդ բոլորը հadoop դոներու այո օրինակ զագազարտին գսենք կալստյան զատկավան գսենք հարության ծնունդին հայտնության կամ ծննդյան համբարձումին համբարձման այսինքն յուրաքանչյուր դոն գհիշվի իրեն հadoop այդտեղ տրված բաժինը կա անշուշտ դպիրները կպատասխանեն փառք հարության կոդեր կամ փառք ծննդյան կամ դերության եւ այլն իսկ սրբոց դոներուն բաժին մգա որ գսվի սուրբ եւ աստվածաաջո մարտիրոսին հայրապետին ռակյալին եւ այլն օրինակ սուրբ եւ աստվածաաջո սրբույն Սարգսի զորավարին եւ որտո նորա մարտիրոսին եւ ճորեքտասած զինվորացան որոց այսօր է իշադակ կամ որոց այսօր իշադակն գդարեցակ եթե իշադակի սու պատարակ սահաչեմ ասոնք որ սրբոց դոներ կան եւ այդ սրբոց դոներուն է որ մենք այս բաժինը գսենք անշուշտ նորեն դպրաստասը կպատասխանե հիշադեր եւ ողորմյա սարգսակը կշարունակե առաջնորդածը մերոց եւ առաջին լուսավորչածն Սրբոց Տատեոսի եւ Պարտոմեոսի այստեղ ծևովը մեր եկեղեցու հայ եկեղեցու առաջին սուրբերուն հիշադակումը կկատարենք առաքյալներն սկսյալ Գրիգոր Լուսավորիչ Արիստագես Վրտանես Հուսիկ Գրիգորիս Ներսես Սահակ Դանիել Խատ Մեսրոպ Արտաբեդ Գրիգոր Նարեգացին Ներսես Կլայեցին Հովանես Որոտնեցին ասոնք հայ եկեղեցու սուրբերը Գրիգոր Դատեվացին Մովսես Դատեվացին եւ բոլոր մեր հովիվները եւ հովապետները մեր հայաստանից առաքելական սուրբ եկեղեցու հիմա անշուշտ գարելիս է որ աս ընթացքին կրեթե գամփոպեն եւ մեկ կդոր եղեցի շալագի սուբակ աղաչեմ կսեն նգադի արած ժամը եւ այլն բայց եթե լսենք ինչ հետաքրքրական է ինչ հաճելի է որ մեկ յուրաքանչյուրին հիշեն նամանավանդ մեր հայ եկեղեցվո սուրբերուն որոնցով մենք կբարձենանք կհբարտանանք եւ մեծ մասը մեր բادرակին շարականուն եւ այլն օրինական ինչպես ասենք ներսե շնորհալին կբարտենք եւ ինչ աղվոր բիլա որ հիշենք շատ ճիշտ եւ կարեւոր է որ ես անձնավես գնահանդրեմ որ այս բաժինները բոլորն ալ հիշվին որովհետեւ ինչպես որ նախորդ բաժիններն են կամ այլ բաժիններ բոլորը գսենք չենք կդրեր կամ չենք կրճատեր այդ բաժինները բոլորն ալ գսենք նախընտրել է որ այս բաժիններն ալ ամբողջությամբ ըսվին եւ մարտիկ ամենաբարձ բանը մարտիկ զանոթանան մարտիկ գիտնան ով են ասոնք աս անունները ովքեր են եւ ինչու մենք ինչու գիհիշենք մանավանդ մեր հայ եկեղեցու սուրբերը շատերուն օրինակ շատ զանոթ չէ չեմ գիտեր Գրիգոր Դատեվացին Մովսես Դատեվացին զանոթ չեն սուրբերը շատ կամ ընթառացած չեն իրականության մեջ օրինակ Դանիել Խատ ասոնք չեն գիտեր պետք է որ հիշադակվին այստեղ եւ մեր ժողովուրդն ալ այդ զանոթությունը անշուշտ կան հadoop դոներու գարկմը եկեղեցիներ ասենք բացառությունները լմանը գիշեն թերս գարկմիազեն արդեն իսկ գիշեն որ բայց մեր ագնարը անշուշտ ընդհանուր արմամբ է որ ընդհանուր արմամբ հաճելի գլա եւ որ հիշենք եւ սիրելի ագնտեր եւ ունգընտիրներ թերևս ասոնք քիչ ու մեզի երկար գտվին եւ այլն բայց օրինակը նույնն է եթե ցանկ մը գա անուններու որոնց մեջը քո անունդ գա եւ
որովհետեւ անոնց 5-րդ կամ 6-րդն է, որ ժամանակ չի վադնենք, սեվենք, վադնել չէին գփունով, եւ առաջին երկու անուններ գեշվի, հետո մյուսները չի հիշվի։ Աշուշ ասված պիտի շե, բայց ինչ պիտի լարքու մոդեցումը նույնանման է, որ մենք սուրբերուն ագնարկու դանկոր, այսինքն քիչ մը ուշանալա սլմանը վրա 5 վարյան ավելորդ պիտի չնե, եւ թե արավ 5 վարյան ինչ է։ Ադոր համար մեր քաղաքարն է արդեն, որ մենք այս սփումի ընթացին, որ գիտնան յուրաքանչյուր բաժինին իմաստը, արժեքը եւ ինչպես հաջող մենք հիշեցինք, ասոնք դրված են հոն բաժարի համար, ոչ թե ժամանակ լեցնելու համար, հետևը բաժար կա, իմաստ կա եւ ինչ լավ որ մենք իմաստը գիտնանք, հիշենք եւ բահենք։ Եթե երկու, ասենք այստեղ ցեվոմը նկատողություն ունենք, առաջինը, աս արաքելոց սրբոցի բաժնի մեջ անունները հիշադակությունը նույնը չի եղած։ Ժամանակին, դեղին եւ երբեմն հիշադակող անձերու չերմենատյան համացան անոնք փոխված են։ Աջած կամ երբեմն ալ զեղչված են։ Հիշենք, որ 4-րդ փարուն Վաչեյանք կամ Վաչեյանց համար ներսես մեզի գարկատրությունը եւ վերջին օրինակը Մովսես Դատեվացի Գաթոյգոսին անվան հավելումը դբակիր ժամակիրքերու մեջ։ Այսինքն մենք աստեղ Վաչեյանք չենք հիշել։ Վաչեյանք, որ Վարդանանցեն առաջ ադոնք հիշադակված են մեր եկեսում մեջ, մեր ժողովրդի ցանկի մեջ ասոք ներկա եղած են։ Այսօր չունենք, բայց հիմա ունենք օրինակ Մովսես Դատեվացին հիշադակված է։ Իսկ երկրորդ նկատողությունը ոմանք այս հիշադակությունները ավերորդ կհամարեն, ինչպես առաջ խոսեցանք։ Կգրջադենք եւ հազիվ յուրաքանչյուր դունի առաջին 1-2 փառը արդասանված զայն կգդրենք։ Հիշադեր եւ Որմիա, ասենք գրկներկով կամ հանկերկով, որ այս ցևով իր իմաստենալ կբարբվի իրականության մեջ եւ ցևում այդ բոլորս ասած անիմաստ կդառնա։ Բայց կգտնենք, որ այս հիշադակությունները բادرակի արարության հնակույն եւ ամենեն իմաստալից բաժինները մեկը կգազմեն։ Հնակույնները։ Այո։ Երրորդ բաներ, շատ այսինքն նոր ավեցած ենք թե քանի մտ առաջ, բայց ասի որ հնակույն է։ Այո։ Գրջադենք։ Այո, երրորդ թարու սկիզբներեն եկող։ Կմահաջորեն այդպես վարվողները գմորնան, որ այս հիշադակությունները սիրո բարդականություն են եւ դաստիարակչական նշանակություն ունեն հավատացյալներուն համար։ Եկեղեցի միայն երկրի վրա աբրողները չեն։ Այո։ Այլ նաեւ Քրիստոսով ննճող հավատացյալները, սուրբերը, մարգարեները, առաքյալները, ճգնավորները, գույսերը, միանցները Քրիստոսի հետ միացած գմնան եւ մեզի հետ միասին կգազմեն Քրիստոսի հոգեվոր խորտական մարմինը, այսինքն եկեղեցին։ Անշուշտ, եթե պիտի շարունակենք այս բաժինը, ասենք նաեւ ունենք միասնացելոց սրբոց, արաքինասեր եւ աստվածեր գրոնավորները, Պողոս, Անդոն, Ողը, Մագարը։ Խոստերն այո գա հիկ, տակավորներուն արգ հիշեն։ Այո, ասկե հետ տակավորներն ալ գիշենք, հավատացյալ տակավորները, Աբկարը, Կոստանտինը, Դրթադը, Օրինակ համար ինչու Աբկար տակավոր գիշենք, ադի մինագը բամությունի որ Աբկար տակավորը ցենք դե դարձի եղած էր իր ժամանակին եւ այլն Քրիստոսեն խնդրած էր որ իրեն բժշկե ինքը տատիոս արքան ղեկեցե առաջին նախավգա առաջին հավատացյալ տակավորն է ճիշտ դրտադեն առաջ դրտադ երրորդեն առաջ այո եւ ինչպես որ գրված է արդեն ասոնց հիշելը մեզի հիշեցեն պատմությունը հիշեցեն դրտադը ինչերը անցա եւ ինչերը եւ իր միջոցով իր շնորհիվ է որ քրիստոնեությունը եղավ Հայաստան քրիստոնեական գրոնքը ընդունել ապկարտեղը որպես առաջին իսկապես ուղղակի առաջին քրիստոնյա թագավորն էր այո առաջին հավատացյալ ասենք ադրամենք ասենք նախավգա թագավոր որ հավատաց Քրիստոսի անշուշտ Կոստանտինը ունին Կոստանտինոսը Ռոմի գայսրը որ նորեն հավատաց եւ ամբողջ հետանոսությունն քրիստոնեական Հարցում էցան ամբողջ որ Կոստանտին the Great-ն է ասի եւ որ անկենով սուրճ բինենք դրտատակավորը եւ անշուշտ մեզի ծանոթ դրտատակավորը եւ Թեոտոս տակավորն ալ նույնպես ինչպես նաեւ բոլոր սուրբ եւ բարեբաշտ ասկաբետները եւ աստվածեր իշխանները պատմության ընթացքին որովհետեւ մենք եթե բոլորին անունները այսպես պիտի իշադակենք մեզի էջեր չի պավեր եւ ժամերն ալ չեն պավեր նույնիսկ Գարելի է մեկ հատ աս պարթերը լսենք և գիտել առակելոտ սրպոց
Այսինչ հետաքրքրական գապ նաև ar մեր խոսածին հետը եւ նորությունը չի ասիկա սիրելի ունգընտիրներ ագընտիրներ իրականությունն է ասի ճշմարտությունն է եւ կնահատելի այդ ժողովրդին որ ճագերդալ իրենց երկարը չի թվիր ասենք թե հիշադակումները եւ այդ եկեղեցիներուն որոնք գծկդին հիշել թեգուզենք թե ամիսը մեկ անգամ կամ ամեն բարգեն այլս իրենք են բայց Բարձրորեն կնահատելի է, մեզ չի մնաց կնահատել, այլ աստուծո է, բայց հաջելի է լսել։ Եվ գարել է սեր սիրելի անգընտիրներ, լման վիդյոն արդեն արջևս է, և իրենց աս ճագերյալ երգար ասելով, աս նման պարտը իրենց իշել առանց երկի բաժիներ դուրս հանած 10 վարգանը չանցնիր գոր։ Արաքինասեր և աստվածը սույց կրոնավորած, Պողոսի Անտոնի Պողամագարա, Պոնոպրիոսի Աբա Մարկոսի, Սրապիոնի Մերոսի Արսենի և Ագրիպար Սամա, Ովանեսյանց և Սիմոնյանց, Սրբոց Ոսյանց և Սուպյասանց, և ամենայն սրբոց վարձ և աշակերտերով Եթե աս նգարը արջևից սրված գարելի է ճշտել և հանդիսներողություն ունգընտիրներ ավելի ագընտիրները դեսնեն թե գարկը հետևյալն է գունենանք մենք սարգավակը աբա փոխը աբա կշոցագիրը և վերջավորության գլամ ոմագիր կշոցագիր այդ փոքր զանկակներու կավազան է որ ծանգան է և ամենավերջինը որ փոքրակույն
աստիճան եկեցում մեջ, որոնք քվիրներն են, որոնք մոմը բռնած են։ Հիմա եթե բաշտոններով գրնանք բաժնել, ամենազայրեր ունենք մոմագիրները, Այո, հետո քշացագիր։ քշոցագիրները ունենք խորանեն որ գերքե որ սարգավակով եւ փուրվարագիր սարգավակը։ Եթե այս ընդհանուրի բաժինը ծևով ավելի պիտի հասկանանք, այստեղ երկող հետևյալը գսե։ Այսօր պատարակով նաև համընդհանուր գերբով հիշե բոլոր հավատացյալները, այր թեգին, ձեր թեմանուկ եւ ամեն դարիքի այն անձերը, որոնք հավատքով եւ սրբությամբ Քրիստոսի միացան եւ ննջեցին գաղաչեն։ Անշուշտ նորեն երկեցի խումբը կպատասխանե հիշե դեր եւ ողորմե մեզի։ Այո։ Ինչպես որ քիչ առաջ ասած էի, այս բաժնի մեջ անշուշտ քահանան իր զազուկ աղոտ կարտեն պետք է ռազլը եւ այս բաժնի մեջ ընդհանուր սելենի հետ սարգավակը անշուշտ գարկով գուկան սուբսեղանը գահամբուրեն եւ գրգին անգամ ցախկում գանցնի եւ եթե գրնանք լսել պատարակիչը գսե եւս արավեր զեպիսկոպոսաբեդը մեր եւ այլն եթե վիդեոն շարունակենք որ արդեն հոս եղանակը դետևնա գհանթարդի ավելի որովհետեւ հոս կպատրաստվին որ մենք զղջում չէ լագավին չէ զղջում հիշե որպես մենք այ արաքելական եկեղեցի մեր զույգ աթորները ունենք էջմիածնի աթորը եւ ունենք մեծնդանի գրիոգաթողիկոսության աթորը իրենց կահագալները Կարեկին երկրորդ եւ Արամ առաջին անշուշտ ըստ սպյուրքի ըստ որ սենքտե թեմի մեջ կգտնվի գհիշեն իրենց եպիսկոպոսաբեդը գհիշեն իրենց բեհապարը այո առաջորդ Եվ իջագից բարեկամ առաջնորդ Ոստեր և բարեկամ առաջնորդ Սրպազանակ և իսոս Շարեսես մեզ ատ և գայնալուս Ուղիր վարտավետության Ավելի արջև երթանք ուրեմն քոհություն եւ փարապանություն երկված ժամանակ քահանան ժողովրդին պետք է թառնա եւ օրհնե եւ խաչակնքե եւ պետք է ասե հետեւյալը հիշե դեր եւ օրմե եւ օրհնե կուտիմաց գանկնած այս ժողովուրդը եւ այս ընձաները մատուցանոներ եւ անոնց բարգեւե ինչ որ անհրաժեշտ եւ օգտակար եւ անշուշտ զուգ աոտ կգշարնագե եւ ասեն գրգին անգամ հիշադակություններ ունի ողջերը գիշե ննջեցյալները գիշե այստեղ այս բաժիններ չարաջ որոսինք որ գրնա իշել այս բաժնի մեջ է որ անուններով եթե իրեն անուններ դրված է ուղղակի անուններով գրնա հիշադակել եւ հետեւյալները կխնդրե հիշե դեր ողորմե եւ կտա հանգուցյալ օքիներուն զանոնք արքայության մեջ հանգեցուր լուսավորե եւ սուրբերոտ գարկին տասեվ քու ողորմությանը արժանացուր հիշե դեր նաեւ քու ծարաները աղիներ այստեղ գրնա անունները հիշադակել անոնց օքիներուն Վարատ ողորմությանը ողորմե անոնց եւ իբրև հադուցում քուլուս ներգայությանը հանգեցուր զանոնք կամ զայն
եւ գշարնագե եթե անշուշտ ողջերունալ համար պիտի աղոթե պիտի սե բրգե զանոն հոգեգան ու մարտնական բոլոր տեսակի որոքայտներն հիշե դեր նաեւ անոնք որոնք քեզի հանցնարարեցին մեր աղոտներու մեջ շտագել ողջերն ու մերյալները եւ անոնց հետ մեր փապակներն ու խնդրանքները ունինքդ ուղե եւ ընդունե մեր բրգության զարայեցնելով եւ այլն եւ այսպես իր ծազուկ աղոտը գշարնագե մինչեւ Սարգավակը գերկեգոր գողություն բաժինը, գողություն եւ պարապանություն աղոցանեմ եւ այլն եւ այլն։ Զի նույն ադենգա զուկահեր, հոն պարսեր ցայնով ինքնարծած ցայնով։ Այո։ Եվ կարելի է սեր սիրելիներ, որ ով որ գպապակի, որ բադարակիչը իրեն համար աղոթե շատ բարձ է։ Գրնա երտալ եւ բադարակիչեն խնդրել եւ ինչ հաջելի փամն է ադգա որ ուղագի սուրբ սեղանեն Քրիստոսի ներկայության, որովհետեւ այլսոն Քրիստոս է նշխարնուքին Քրիստոսն եղավ, բادرակյալ Քրիստոսը եւ ուղագի իրենց աղաչանքը, իրենց աղերսը, իրենց պապակը եւ աղոթքը բարձրացնեն առ Աստված։ Այո։ Անշուշտ քոթյուն եւ պարապանության բաժինը գերկվի, անշուշտ այստեղ գխնդրվի գայունություն, խաղաղություն, աշխարհի խաղաղություն, ուղղափառ եպիսկոպոսներուն համար, նաեւ հadogen գիչվի Կաթողիկոսը, առաջնորդը եւ մադարակ մատուցող եկեղեցականը հաղթություն խնդրվի քրիստոնյա պետություններուն, բարեբաշխ իշխաններուն եւ անոնց բանակներուն, նաեւ աղոթ կխնդրվի հանգուցյալ անձերուն եւ մանավանդ մեր հանգուցյալ հայրապետներուն, ինչպես նաեւ այս սուրբ եկեղեցին շինողները անոր Հովանին դակ ննչած բոլոր մարդոց համար։ Ազատություն կխնդրենք նաեւ երևարված մեր եղբայրներուն, ասենք քերի բռնված մեր եղբայրներուն, շնորհք այստեղ ներկա ժողովրդին եւ հանգիստ անոնց, որոնք հավատքով եւ սրբությամբ Քրիստոսի միացան եւ մեռան։ Գաղաչենք ասոնք բոլորը, ով դեր որբեսի հիշես այս սուրբ պատարագով։ Այս բոլորը գլա եւ պարապանություն երկված բաժնի մեջ։ Այսինքն ինչ հետաքրքրական է, որ մենք եւ որ բادرակի ներկա ենք, այլևս բարդականություն բան չսկանք ուղագի հոն մեզ համար աղոտ կգլագոր եւ այսինքն ինչ հետաքրքրական ինչ ավոր բան է որ բիդա ես դեմ գտամ ոչ թե միան թե մեղքերու կավություն մի դեսանամ ոչ թե միան թե Քրիստոսի ներկայությունը դեն քերակույն ադե Քրիստոսի ներկայությունը պիտի վայրեն այլ ուղագի ինձի համար աղոտ կգլագոր եւ կարելի է ասել ասի որ մենք կփախցնենք որ եւ որ բادرակ եւ փախցնենք կարելի է մեկ հատ նայել ասում Զորմության շնորհություն արասեք բادرակիչը անշուշտ փոթյան բաժինեն հետ վրաստասը գերկե ստամենանի եւ հակսամենություն այսինքն բոլորին գոմե գաղաչեն բոլորին համար քանան գտարան ու խաչակնկե բարձացան ասելով անշուշտ
նախ կսե եւ եղեցի ողորմություն մեզի ասոյ փրկչիս մեր Հիսուսի Քրիստոսի ընծեզ ցեզի ընդ ամենից այսինքն եւ թող մեր Աստուծուն եւ փրկչին Հիսուս Քրիստոսի սերը ձեր բոլորին հետ այստեղ ուրիշ անկրվամը գսկսի որ իշելիած քարոզ կոչված է այս անունով կհասկացվի այն եղանակավոր քարոզը որ քոթուն եւ փարապանտուն երկի ավարտին երկվի փոխնի փոխ սարգավակին եւ թբիրներուն գոմե այսինքն մերզի ցանոթ ամեն եւն թոքվիտքում բարերով բոլորիսա ցանոթ է այս մեկիր 3 նշանավոր դարբերակներով Էկմալյան, Գոմիդասյան, Չիլինգիրյան, անշուշտ այլ դարբերակներ ասա որոնք հանդարտ եղանակով ասում որ երեքն էլ չափազանց ցանր ու հանդիսավոր են եւ նույնքան քերեցիկ ու դպավորիչ հետաքրքրական է այստեղ գիտնալ որ 10-րդ թարու անցեվացին Օստրով անցեվացի մեկնության մեջ անիգա չերևիր չեղած բայց 10-րդ թարուն լամպրոնացի եւ հետո անոր աշակերտին արժիջեցիի մեկնություններու մեջ ներկա է հետաքրքրական է դարձյալ եւ զարմանալի գիտնալ որ մինչ գարկ մցերակիր բادرակամադույցներ որոշակյորեն գսեն թե անիգա թիվ գսվի առանց եղանակի կամ պետք է ասվի 19-րդ թարեն մեզի հասած ավանդությունը այսքան հանդիսավորություն գաբածե անոր գարձեք հմուտ երաշտակետ տվրաբետներ իրենց ստեղծագործական ամբողջ լաղանթն ու վարպետություն տրած են անոր համար հավանաբար մեկը մյուսին օրինակ առնելով թեպետ իրարու աննման այսինքն մեզի այդպես մը այսօր գհրամցվի այս բաժինը որ մենք գարձես մարտիկ երաշտակետներ դարներու ընթացքին նստած են եւ միան այս բաժինին համար աշխատած են եւ ադոր համար դարբերակներ ունին բոլորն նույն բարերը գբարունագեն բայց եղանակները չեն նման իրար մեն դարբեր են այստեղ 3 հատ ես հիշեցի 3 դարբերակներ Էկմալյան, Գոմիդասյան եւ Գոմիդասինի եւ Չիլինգիրյանը նաեւ ունին Խորենյան ունին ավելի առակ եղանակ ունին եւ այլ եղանակներ ալգան որ ընդհանրապես չենք երկել այս բաժնի ընթացքին որ ամեն եւն տոկվիտումը փոխի երկվի սարգավակին եւ տբիրներուն սենք միջև բادرակիչը ծածուկ աղոտ մը գսե եւ այդ ծածուկ աղոտքը եթե մենք ուզենք հասկանալ անշուշտ քահանան այս աղոտ կրազադենը պետք է ցերկերը փասածելը փասգադարածելը եւ ցած ցայնով հետեւյալը գսե ով ճշմարիտ ասված եւ ողորմած հայր փոթուն քեզի որ մեզ որ մեղքի դադարդության ենթակա էինք շատ ավելի պատվեցիր քան երանելի նահաբետները որովհետև անոնց Աստվածը գոչվեցավ իսկ մեզի կտալով հայր ուզեցիր գոչվիլ ուստի գաղաչենք քեզի դեր քու գոմետ մեզի դրված այս որդեգրության շնորհքը օր ավելի բայցարասուր եւ զագեցուր քսուրբ եկեղեցի մեջ անշուշտ այս աղոտ մենք չենք լսել քանի որ բادرակիչը ցած ցայնով գսե իսկ այս ամեն եւն թոկվիտքում բաժնեն ետ նշանավոր քարոզի բաժինը գա որ բادرակիչ օրվա բատկամը քարոզը պետք է դա եւ փոխանցե ժողովրդին եւ ատկե այդ անշուշտ դերունական աղոտ այստեղ կարեւոր է անդրադառնալ նախքան դերունական աղոտին անցնելը մեր հաջորդ հանդիպումին որովհետեւ ես շատ չեմ ուզեր այդ բաժնին անցնել որովհետեւ այլ բաներ կան որ պիտի բադահին այդ բաժնի ընթացքին քարոզը այդ նախքին ծևի մեջ այդպես չի եղած այսինքն ավետարանը որվա ավետարան ճաշու ավետարանը որ գընթերցվեր կկարտացվեր սարգավակին գոմե այդ ուղագի ավետարանին իդ որվա բادرակիչը պատկամը գուդար քարոզը գուդար ժողովրդին իսկ ներկա ծևի մեջ այս բաժնին իդ որ քարոզը գդեր մարդիկ չեն գիտեր կգարձեն որ այո ամեն եւն տոկվիտումը գվերջանա եւ պետք է որ քարոզ դրվի բայց նախնական ծևը նախքին ծևը այդպես չէր ավետարանին հետ եղած է եւ մենք մեր ասենք այլ եկեղեցիներու մեջ մեր քույր եկեղեցու մեջ կդեսնենք մինչեւ այսօր ավետարանի այդ ծևը բահացեն ավետարանեն ամիջապես իդ օրվա բادرակիչը քարոզու ես այսօրվա համար գուզեմ մինչեւ այստեղ գնալ որովհետեւ մեր հաջորդ հանդիպումին շարունակենք դերունական աղոթքով եւ մեր հաջորդ հանգրվանները որ պիտի տեսնենք Արագ մաս վերջին բաժինն նոր տեսնենք, որ ապա շարունակ ամեն եւն տոկվիտումի բաժինն է որ այդպեսով ասենք եզրափակենք մեր այսօրվա սփռումը
Ձևից Ֆրոբոսաբերդն եւս բադվագան այրապետ ամենայն հայոց Ուրեմն սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ահա վասիկ հասանք մեր այսօրվա սփռումին 5-րդ սփռումին բաժինին ավարտին եւ կարելի է ասել միշտ մեզի գրնակ հետևիլ լա YouTube-ի վրա, գրնակ մեզի հետևիլ Spotify-ի վրա եւ գրնակ մեզի հետևիլ նաեւ Facebook Live-ի վրա, ինչպես արդեն իսկ անոնք որոնք այսօր եւ հիմա այս վարյանից միացած են մեզի եւ այսպիսով կմնա մեզի սեբենք թե աս ճամփորդությանը սենք վերջին բաժինը որը այլևս պատարակի կարոզը զղջում եւ այլն անշուշտ սիրելիներ կարելի է ասել որ եկեղեցու պատարակը ինքը բաժնված է մենք գիտենք 4 բաժինի բայց երբեք մեր սփռումներու բաժանումը ասենք թե տվակությունը ադոր հիման վրա չէ այլ որքան մենք գրցանք 1 ժամ քիչը փովանտագան ընթացքին փովանտագել որքան որ մենք գրնանք անշուշտ իշերով մեր բادرակի բանը շարքը միայն 4 է եւ երբեք չանենք խափարը որ 7 է որտեղ մենք 7-ը սփռում կամ բամը գդարած միան զդիկ բամը մենք այսօր մեր 6-րդ հանդիպումը գնենք որը ոչ թե 5-րդ 6-րդ հանդիպումն է 6-րդ հանդիպումն է եւ մենք այդպես դնորինեցինք որ 7 հանդիպումներով որպես թիվ 7-ը գադարելության նշան եւ թիվ այո մենք այս ասենք բادرակի մեկնությունը բացատրությունը իր գադարելության հասցնենք եւ անշուշտ ինչպես որ ճարաճ հիշվեցավ 4 բաժիններ է մեր բادرակը գլխավորապես բայց մենք ավելի մանրամասնորեն խոսանք անոնց մասին եւ ես նախքան մեր ասենք մեր ավարտին հասնել այսօրվա հանդիպումին բարձրապես պիտի տվեմ այն բաժինները որ պիտի խոսենք մեր հաջորդ հանդիպումի ընթացքին որովհետեւ մեր մեզի հետևողներն ալ գիտնան թե ինչի մասին պիտի խոսենք եւ պատրաստվին հաջորդ հանդիպումին համար ինչ վիճաշակ են այո ունենք դերունական աղոթքը միայն սուրբ միայն դեր երկված բաժինը դեր որմիայ բաժինը եւ ադոր մասին պիտի անդրադառնանք թե ինչու դեր որմիա երկինք սկիզբեն եղած այո կամ ոչ Քրիստոս բادرակյալ աշխի այդ սիրած շարականը այո այդ բաժնի մասին հաղորդության մասին երբ հաղորդություն կդրվի գոհապանությունը այսինքն վերջին բաժինը
եւ գլխավոր, ասենք 4-րդ բաժինը բادرակին, որ Արձակումն է։ է եւ այդպիսով ծևոմը հասած գլանք բادرակի այս պասադրողական մեր շարքին։ Այո։ Ուրեմն անգամը եւս սիրելիներ, ես Մանուելն եմ, հետս Դիրացու Ֆիլիպն է եւ այս Ջանչանք հայ եկեղեցու բادرակի հաղորդաշարն է Understanding and Discovering the Divine Liturgy in the Armenian Church։ Բարով մնացեք եւ առաջ դարձյալ կտեսնվենք մեր այս հաղորդաշարին վերջին սփռումին։ Բարի օր ձեր բոլորին։